Ռեկա։ Բարև ձեզ սկսեմ, թե չէ։ Թե այն կոմենտներից հետո չարժի բարև տալու։ Սրան իշտան կտա, որ Hello. Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր կառավարությունը փորձարկեց մեր վրա մի քանի էքսպերիմենտ։ Մի միլիոն շտրաֆ ունի։ Մի նկարի։ Հիստերիկ։ Բայց ոնց տենում եք, հələ սովից չենք սատկե։ Չէ։ Ազգային անվտանգության ծառայությունը 1 տարվա ընթացքում 2 միլիոնի լվացքի փոշի առել ու 340,000-ի լուցկի Motherfucker. Այս վաբշե Facebook-ում ուռած ապուշի ստատուս չէր։ Ոչ էլ հայկական սերիալի հունած սցենար։ Հունած? Աչքիս մի տար սխալ եմ ասել։ Կտամ բերնիթ։ Ինչևէ, եկեք տենանք թե որտեղից ենք մենք վաստակել սոված իդիոտի պես ապրելու մեր իրավունքը։ Իշքան է ստացել դրան։ Չունք էին դակած դրան։ Ինչ ուրիշներին ասում եմ էսի չէ։ Ճակատներիս էր գրած, որ հիմար պետք է ծնվեինք, թե լոտո ենք շահել։ Բարև ձեզ։ 1 տարվա ընթացքում ձեր նախագահի աշխատակազմի համար գնվել է 8 միլիոն դրամի զուգարանի թուղթ։ Դուք չգիտեք, որ զուգարանի թուղթ գնելիս, այդ անտերը պետք է թակ-թակ գնես։ Օրբիտ, ըդիկ թակ-թակ կծամեն։ Արա ինչ քել են քում նախագահականում։ Արա սենց քնքի մեջ էլ ապրում ենք էլի։ Արա լավ են անում։ Մարդ պետք է իր հետևը նենց սրբի, ոնց որ երեսը։ Հատկապես երբ որ դրանք իրարից վաբշե չեն տարբերվում։ Սրանք սանիտարի հիգիենիկ պարագաների համար 133 միլիոն փող են ծախսել։ Jump motherfucker jump։ Արա սրանք ինչ կեղտոտ խոսդուս եկան։ Մենք ազգովի շատ ուրախ ենք, որ դուք ձեզ մաքուր եք պահում ու կովի պես վանյա չեք անում։ 2009-ին 4.5 միլիոն, 2010-ին 15 միլիոն։ Նույն տարում էլ 20 միլիոն դրամ հատկացրել են մարզերում ոռոգման ու խմելու ջրի խնդիրը լուծելու համար։ 2000 ոսկի հողերը մնում անոռոգելի։ Չէ, սխալ ասացի։ Աշխատավարձների բարձրացման։ Պահանջում ենք, որպեսզի բարձրացնեն մեր աշխատավարձերը։ Չէ, ուսանողների կրթաթոշակների։ Չէ, ժողովուրդ ջան, չէ։ Այդ 40 միլիոն դրամը ավելի կարևոր տեղից է կախած։ Նախագահականի լուսամուտներից։ Արա մարդ հեչ չպետք է սիրի էլի այդ արևի լույսը։ Պատվալներն ու գարաժի յամկեքը պետք է սիրի, որ զանավեսկին այդքան փող տա։ Իրոք։ Նատուրի 14 թվին ձեր կառավարությունը որոշեց խեղճ ու կրակ երկրաշարժից անտուն մնացած կիսավեր շենքերում ու հանրակացարաններում ապրող մեղք ոստիկանների համար տուն գնել։ Բռնել եմ կանչի։ Ասելս տղի։ Արա ամոթ հատես բանստի։ Ես ինչ ասացի, մեղք ոստիկա։ Նյուժելի տենց բան կա։ Մեղք ոստիկանը այնքան անհավանական բարակապակցություն է, ոնց որ ասես հայկական ավանդապաշտ գյոտ գոմիկ։ Չկա տենց բան, չի լինում։ Մի խոսքով ոստիկաններին տրամադրեցին 350 միլիոն դրամ, որպեսզի խեղճերը տուն առնեն։ Դե Գյումրիի դոմիկներում ապրող մարդկանց մարդահիրափայդա չեն տվել են։ Մեկի տեղն էլ 3 հատ։ Տակն էլ ինչ մնաց, շպրտին մլիցեքի վրա որ ձենները կտրեն։ Տրանսպորտի ու կապի նախարարությունը փողը կոպեկ հավաքել էր 11 միլիոն դրամ, որ 14 թվին ժիվո մեռելի հոտով ու դուրը վրից պոկվող գազելները փոխեին։ Ու այս մեր ազգը հելավ բուն տարեց։ Ասեց ախպեր հո դուք չուզող չեք։ Այդ փողը անիմաստ մի ծախսեք գազելների վրա։ Այդ ձեր հավաքած փողը տվեք երկու հատ խեղճ ու կրակ դեպուտատի։ Որևէ բիզնես չունեք, պարոն Խաչատրյան։ Թող բիզնես կլասով թռնեն ստենդ էլի, նեղություն չտան մարդիկ իրանց։ Մենք գազելում ենք պպզած մեզ լավ զգում ախպեր։ Բիզնես կլաս գազելում իրա միա բջիջ շոֆերով։ Ուրդ ես մնում։ Կառավարությունը կարող 20 միլիոն դրամ տրամադրել առողջապահության նախարարությանը, որ կլինիկաների ու հիվանդանոցների համար նոր սարքավորումներ առնեին։ Սոցիալապես անապահով ավելի շատ ընտանիքներ կարողանային բուժօգնություն ստանային։ Չէ, այդ մեզ պետք չէր։ Մենք չայով բուժվող ազգ ենք։ Ուր դու ցարա 500 դրամ մեզ։ Չէ, ախպեր, մենք այդ փողով պետք է մեր պաշտելի Պարույր Հայրիկյանին ուղարկեինք արտասահման բուժվելու։ Դե որովհետև հայաթում չար լագոտների հետ կռիվ խաղալուց ընկել ու վնասել էր ուսը։ Պարոն Հայրիկյան, ձեզ լավ նայեք, տակ հագնվեք, առողջ եղեք, խնդրում եմ, ոտները դրեք տաք ջուր, լիմոնով չայ խմեք ու հանգարց տաք տեղ չնստեք։ Թե չէ գեմարոյա բանա։ Վրեքները շատ թանկ են նստում։ Անցած տարի իմ կառավարությունը որոշեց մոծակներին սատկացնելու համար Ջերմուկ քաղաքին որպես տուրիստական զոնա հատկացնել 4.5 միլիոն դրամ։ Արա այս մոծակները իրանցից բան չեն ներկայացնում, բայց ինչ թանկ են նստում մեր վրա։ Երևանի ծայրամասերում Խրուշովկեքի մեջ ապրողներին էլ ստիպեք թող տարականների դեմ պայքարի միջպետական օր հայտարարեն։ Հեռացեք զակատներից։ Մոծակների արև Դիլիջանը, Սևանը ու Ծաղկաձորը վաբշե տուրիստական զոնաներ չեն։ Վաբշե
Վապ, իսկ Տաթևի 130 միլիոնանոց զուգարանները դուրը տեկա վարածը տարա։ Երբևէ քակած կաք բիոզուգարանում, ասում են գերբնական հաճույք է։ Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում հələ գոյատևում է 2.5 միլիոն մարդ։ Ու բոլոր բնակավարներում յանի մենք նենց ունենք մեծ ձեռքբերումներ, յանի նենց թռել ենք տիեզերք, յանի սաղս գիտնականներ ենք։ Խի սովորեն, որ նա Տոտի Գագոյի օրինակը ունեն։ Ծառուկյանը դասագրքեր է գրել 3 դասարանների համար։ Մենք Գագիկ Ծառուկյանի հեղինակությամբ էլի դասագրքեր ունենք։ Ճպեմ։ Յանի մենք սաղս ազգի հերոս ենք, որ այս կառավարությունը որոշել է 500 միլիոն հատ մեդալ առնի, ու դրա համար ծախսի 220 միլիոն։ Դուրս է գալիս, որ այդ մեդալները եթե չհանձնեն մետալալոմ, այլ շնորհեն մեզնից ամեն 5-րդը հերոս կդառնա։ Ջարդել եմ բաժակ։ Ու քանի սաղից մոտ տպավորություն էր, որ փող չկա ու աղքատ ենք, նախանցած տարվա 61 միլիոնի փոխարեն կառավարությունը անցած տարի տրամադրեց 74 միլիոն ամանորի ծախսերի համար։ Բարի ախորժակ, հոսսովաշ չմնացի կարա։ Գերասներդ Մարսելուն պես վազեք Տաթևի բիոզուգարան։ Ասում են անկրկնելի օրգազմ ես ապրում։ Բաժանորդագրվեք մեր Facebook-ի ու YouTube-ի էջերին, տարածեք վիդեոն ձեր պատերին ու վերջում բուսակերներ անխնա դիսլայքեք մեր վիդեոն ու հանգստացեք։ Ձեր հետ էի ես, Ց. Յարո։ Ասրան ինչքան կտան։ Ափսոս իրերը բաժակը։ Ջարդել եմ բաժակ Հայկոն հավքմը։ 500 դրամ ունենայինք, ես գործին չենք գնում։ Garfinkel. Uptown funk you up. Uptown funk you up. Ձենը դզում այս։ Հորգոմ։ Բուխկամ։ Ց.